Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք անդրադարձել եք գրառումով պարոն Ռուբինյան, բայց այդուհանդերձ Ադրբեջանի նախագահի հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք։ Խաղաղության օրակարգն եք դուք մշտապես բարձրաձայնում, ասում եք դա պետք է լինի եւ չպետք է շեղվենք։ Ինչպես բացատրենք այդ խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանը չի դադարում բարձրաձայնել նման մտքեր եւ դա ըստ էության նաեւ դիտարկվում է որպես տարածքային նկարտում Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, դուք արդարացիորեն նշեցիք, որ ես գրառման անդրադարձել եմ, գրառմանս առանձնապես ավելացնելու բան չունեմ։ Մենակ ասեմ մի բան։ Նախ ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից։ Իհարկե չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, այդ հայտարարությունները ձեր նշած դրանցից մեկն է։ Բայց մենք կարծում ենք, որ եւ ինչպես գրառմանս մեջ նշել եմ, եթե հետ գնանք տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ տեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Ես պետք է ասեմ, որ երեք մի քաղաքացի մի գրառում էր կատարել, կամ մեկնաբանություններ կատարել մի գրառման տակ, ասում էր Ալիևը ասում է, որ քարտեզում Սևան չկա, գյոկ չա է, դա է խաղաղությունը։ Մի կողմ թողնենք, որ քաղաքացին սխալ էր մեջ բերել, Ադրբեջանի նախագահը ասել էր, որ ցարական քարտեզներում Սևան չէր, գյոկ չա էր, ոչ թե այս պայմաններ խոսում, բայց դա մի կողմ։ Եվ ես նրան պատասխանեցի, որ ոչ, խաղաղությունն այն է, երբ որ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով գալիս է, ներմուծվում է Հայաստան։ Ես կխնդրեի օպերատորներին մի քիչ ցածրաձայն խոսել, որտեղ չեմ կենտրոնանում։ Եվ դա է խաղաղությունը, եւ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատեց, որ ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Սա հասկանում եք ինչ, եւ սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ծագման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան։ Սա ես առանց չափազանցության եմ ասում, սա պատմական իրադարձություն է եւ այսպիսի բան վերջի անգամ եղել է 1991 կամ 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Սա առաջին անգամն է, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծում է։ Կներեք, դուք կանխեցիք իմ հարցը։ Հենց այդ թիվը որ դուք պատմանշեցիք, ասում են, այո, դա եղել է, դա նոր բան չի, բայց դա չի կանխել։ Ոչ նոր բան չի, նոր բան է։ Չէ, 91 թվականին ասեցիք, չէ, որ եղել է նաեւ այդ ժամանակ։ Չէ, ոչ միայն 91 թվականին, մինչև հետագա զարգացումն, այսինքն պատերազմը, Արցախի հետ կապված իրադարձությունները չի կանխել դա։ Դա մի քիչ տրամաբանական, հասկացա ինչ եք ասում, բայց դա մի քիչ տրամաբանական չի, այստեղ հարցը կանխել չկանխելու մասին չի, այստեղ հարցը ինչ որ բան հավանական եւ անհավանական դարձնելու մասն է։ Պարզ է, չէ, որ մի իրավիճակում, երբ որ երկու երկրների սահմանները ամբողջովին փակ են, երբ որ երկու երկրները ամբողջական իրար հանդեպ բլոկադա են իրականացնում, երբ որ սահմանին խրամատներ են եւ զինվորներ, այդ իրավիճակում ռազմական բախման հավանականությունը տասնապատիկ անգամ ավելի բարձր է, քան այն իրավիճակում, երբ որ սահմանը բաց է եւ բան չկա, բլոկադա չկա կամ բլոկադան քիչ-քիչ քչանում է, բայց դա մի կողմ։ Դալեմ մի պահ մոռանանք նույնիսկ բանը, նույնիսկ հավանականությունը ռազմական բախման կամ դրա մեծությունը կամ փոքրությունը։ Նաև տնտեսական առումով մենք առաջին անգամ ըստ էության երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ, որտեղ միակ երկիրը, որի հետ ունենք երկաթուղային կապ, Վրաստանն էր այս 30 տարի։ Հիմա արդեն Ռուսաստանի եւ Ղազախստանից երկաթուղով որևէ ապրանքի գալիս Հայաստան եւ անհնար է գերագնահատել այս իրադարձության կարևորությունը եւ իմի բերելով էս հատվածը էլի հետեւաբար այո խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր այո կարող են լինել հայտարարություններ որոնք մենք կհամարենք խնդրահարույց բայց պետք է այդ եւ որոնց անդրադարձել ենք նշեցիք ես եմ անդրադարձել բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա եւ ցորենի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով շատ կարևոր
փաստ է, որը պետք է արձանագրել, այդ թվում խաղաղության համատեքստ։ Ինչ իշխանությունները անդադար ամենօրյա գրաֆիկով խոսում են խաղաղության հաստատված օրակարգի մասին, օգոստոսի 8-ից նշելով, որ այլ իրավիճակ է, ձեր ընդդիմախոսները շարունակում են բարձրաձայնել առկա խնդիրների եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ալիևն դա շեշտում նկարտումների մասն, օրինակ երեք Արման Թաթոյանը նախկինի տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ եթե ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել 2026 թվականին, ապա Ադրբեջանը կիրականացնի նաեւ իր զավթողական մեկ այլ քաղաքականություն Հայաստանի տարածքը կբնակեցնի ադրբեջանցիներով։ Պարոն Թաթոյանը դասական մանիպուլյատոր է եւ մեծ տաղանդով աչքի նույնիսկ չի ընկնում իր մանիպուլյացիաներն անելուց եւ ընդհանրապես ես լուրջ չեմ համարում իր ասածին անդառնալ, պետք է ասեմ հետեւյալը, որ իրականությունը շատ տարբեր է, իրականությունը հետեւյալն է, մենք ունենք պատմական հնարավորություն հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի դարձնելու եւ երկարատև դարձնելու։ Եվ 2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիները ունենալու են ընտրություն, ընտրել երկարատև խաղաղության միջև, խաղաղության, որը կտևի տասնամյակներ, մի վարկյա մի ընդհատեք ինձ, խաղաղություն, որը կտևի տասնամյակներ, որոնց ընթացքում մարդիկ չեն ունենա արդեն մեզ համար հարազատ դարձած, վատ իմաստով հարազատ դարձած անհանգստությունը իրենց որդիների, եղբայրների, հայրերի, իրենց իսկ սեփական կյանքի համար, տասնամյակներ, որոնք մենք կծախսենք տնտեսական զարգացման համար։ Այս սրա միջև քաղաքացիները պիտի ընտրեն եւ տարատեսակ մանիպուլյատորների միջև, որոնց իշխանության գալու դեպքում խաղաղությունը, թխրուն խաղաղությունը, ոչ առանց խնդիրների խաղաղությունը, բայց այնուամենայնիվ խաղաղությունը կդրվի վտանգի տակ։ Բայց դուք ինչ երաշխիքներ ունեք։ Ես այս հարցին կպատասխանեմ։ Երաշխիքը այն քայլերն են, որոնք իրականացնում ենք։ Երաշխիք եւ ես երբ ասում եմ երաշխիք, նկատի չունեմ, որ կա մեկ գործոն, որը ինքնին երաշխիք է, բայց երաշխիքը կազմված է տարբեր գործոններից։ Օրինակ, դելիմիտացիայի գործընթացը մեկ գործոն է։ Վաշինգտոնյան հռչակագիրը երկրորդ գործոնն է։ Վաշինգտոնյան հռչակագրով սահմանված խաղաղությունը եւ միմյանց կողմից իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը եւ վրեժը բացառելը եւ այսպես շարունակ չցիտեմ, մեկ այլ գործոն են։ Թրիփը, որը կիրագործի մեկ այլ գործոն է։ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան երկաթուղային ներմուծումների արգելքը հանելը մեկ այլ շատ կարևոր գործոն է։ Եվ այսպես քար առ քար մենք պետք է կառուցենք խաղաղությունը եւ շատ կարևոր է, որ 2026 թվականին Հայաստանի ժողովուրդը որոշի, որ մենք ուզում ենք շարունակել այս ճանապարհը։